Սրբազան հայր, ինչպես եք գնահատում նախ հարուցված քրեական վարույթը եւ դատական նիստերի դահլիճում ինչ տեղ ունեցավ, ձեր կարծիքով դատավորը ինչու ինքնաբացարկ հայտնեց։ Նախ հարուցված այսպես կոչված քրեական գործի մասին։ Կարծում եմ, որ ինչ-որ շատ նորություններ ձեզ չեմ ասելու, հստակ հայտնի է, որ սա արդեն բավական ժամանակ սկսված հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի մի օղակ է, որը որ հատկապես ճիշտ նոր տարուց հետո, Սուրբ Ծննդյան տոներից հետո, երբ որ հայտնի եղավ, որ եպիսկոպոսատ ժողովը տեղի է ունենալու Ավստրիայի Սենթ Փյոլտեն քաղաքում, բնականաբար ամեն միջոց ձեռնարկվեց այդ եպիսկոպոսատ ժողովը խափանել։ Եվ կարծես թե առիթ եղավ, որի համար Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամ եպիսկոպոսների եւ քիչ ավելի ուշ Պեափար հայրապետի ելքը երկրից արգելվեց։ Սակայն շատերին իցավ, եպիսկոպոսատ ժողովը որպես խավակ տեղի ունեցավ լիովին իր խոսքը ասելով, իր կամքը արտահայտելով եւ լավ հիշում եք այդ եպիսկոպոսած Սենթ Փյոլթենի հավաքի մեր համորեն եպիսկոպոսների հայտարարությունը նայել։ Սա մի էտապ էր, որը որ շատ արագ կարված մի գործի հիման վրա էր։ Եթե չեմ ուզում մանրամասնել հիմա ձեզ, բայց կարող եք մեր փաստաբաններից վերցնել այդ գործին ընթացք տալու եւ վճիռներ բերելու ժամանակագրությունը։ Եվ կտեսնեք, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքին, եթե մեջից նաև շաբաթ կիրակի օրերը հանում են, մոտավորապես 3 օրվա ընթացքին ընդունվեց բողոք հայցը, միանգամից առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց, որ կոչում են միջանկյալ վճիռ, Արման Սարոյանին ճանաչել որպես առաջնորդ եւ ընդամենը մի 2 օր հետո, չեմ կարող այսպես ասել, բայց ամբողջովին ուղղակի այսպես բլից կայծակնային վճիռները եղան, որով եւ հարկադիր կատարման ծառայության կողմից էլ եկավ հարկադրանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որպեսզի չխոչընդոտեն Արման Սարոյանի առաջնորդական գործունեությունը եւ հատկապես պիտի նշեմ, որ որ մեկ վարքյան մի խանգարեք։ Եվ Արման Սարոյանի պաշտոնին եւ նաեւ ամենակարևորը այդ վճռի մեջ չխոչընդոտել նրա մուտքը բանկային հաշիվները։ Սրանք թվում է թե ինչ-որ մանր դետալներ են, մանրամասներ են, բայց մեր փաստաբաններից կարող եք լիովին վերցնել այդ ամբողջ ժամանակագրությունը եւ այդ դատական քայլերը։ Եվ բնականաբար հունվար 27-ին, երբ որ Արման Սարոյանը
հռչակվեց կարգալույց եւ քանի որ եպիսկոպոսի կարգալույցությունը ոչ թե ինչ որ ձևով քննարկվում է եւ հետո առաջարկը կամ քննության եզրակացությունները ներկայացվում է վեհապար Բայրապետին, ինչպես որ քահանայից եւ այլ կարգապահական հանձնախմբի կողմից, բայց եպիսկոպոսինը անպայմանորեն լինում է եպիսկոպոսների ընդհանուր համաձայնությունը եւ նաեւ քննարկվում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին այդ հարցը քննարկվեց եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր անդամ իր քվեի տերն է եւ յուրաքանչյուրի քվեն իր ազատ կամքի արտահայտությունն է։ Եվ այսպիսով ուրեմն այս ձգվեց գրեթե 6 ամիս։ Ուրեմն 2 ամսով հոգևորական Գերագույն հոգևոր խորհրդի անդամները որպես խափանման միջոց ստացան երկրից դուրս գալու արգելք, ապա 2 ամիս անցնելուց հետո, որովհետև դատաիրավական պրոցեդուրաներով կան սահմանված ժամկետներ, նորից ուրեմն երկարաձգվեց 2 ամսով եւ հետո նորից երկարաձգվեց 1 ամսով, որտեղ որ ավարտվում է այդ շրջանը օրենքով թույլ տրված, բնականաբար արդեն հարցը գնաց դատարան։ Ուրեմն 6 ամսվա ընթացքին, եթե այս խափանման միջոցների փոփոխությունը չեղավ, բայց զարմանալիորեն մի քանի օրվա մեջ այդ կայացրած վճիռը, հատկապես որ միջանկյալ վճիռը, մինչև այսօր դատական վերջնական վճիռ չի ստացել, թե արդյոք հայցատուն վերականգնված է, ինչպես է վերականգնված, իրավունք ունի, թե իրավունք չունի, այսինքն բուն հարցը որևէ կերպ դատական քննության եւ դատարանի կողմից վճիռ չի ստանում։ Սկսեք դրանից։ Եվ բնականաբար այսօր հրավիրված էինք դատական առաջին նիստին եւ հաշուշտ մեծ ցավ եւ ուրիշների համար ամոթի խորը զգացում ունեմ ես, որ վեհապար Հայրապետին էլ հրավիրեցին դատարան, որը աննախադեպ է նույնիսկ բոլշևիկյան իշխանությունների ամբողջ սովետական շրջանին, որ հալածանքներ եղել են եկեղեցու նկատմամբ, բայց որևէ եկեղեցու պետ եւ հատկապես հայ եկեղեցու պետ երբևէ դատարանի առջև չի կանգնել։ Նույնը եղել է եւ մինչ այդ է, սկսած բյուզանդական, պարսկական, արաբական, սելջուկ, մամլուկ, ինչ ուզում եք ասել։ Մեծ ցավը այն է, որ այս իրողությունը այսօր կատարվում է մեր ազգային հայրենի ինքնիշխան անկախ պետության մեջ եւ կատարվում է մեր հայրենի իշխանությունների ձեռքով, որը որ արձագանքում է նաեւ շատ ուրիշ հայտարարությունների եւ պահանջների մեր հայրենիքից դուրս հնչած։ Հարց կարելի է հայրենիքից դուրս արձագանքների մասով։ Հայրենիքից դուրս արձագանքները մենք շատ լավ գիտենք, թե հայ առաքելական եկեղեցու դեմ ինչպիսի արտահայտություններ են եղել եւ եթե հիշում եք դեռևս 1 տարի առաջ մայիսի 26-ից առաջ
մայիսի 26-ը, եթե ուզում եք հիշեցնեմ, դա այն օրն էր, որտեղ որ գաղափարը Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Գաղափար հայրապետի նախաձեռնությամբ մայիս 26-ը դա էր, բայց դրանից հետո եւ դրանից առաջ հնչած, դուք հիշում եք դրանից ամիսներ առաջ հենց նույն Միլիմեջլիսում իրենց պատգամավորներից Գանջալիևի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները շատ շտապ պիտի ձերբազատվեն հայ առաքելական եկեղեցուց եւ Սփյուռքի ազդեցությունից։ Այո, հիշում եք, Նաթան Սրբազանես ամեն ինչի մասին 1 տարուց ավելի է խոսվել է, ուրիշ հարց ունեմ, եթե կարելի է։ Չէ, ձեր հարցին է պատասխանը։ Բոլորովին դեռ հարց չեմ հասցրել։ Չէ, դե ասիք որ Չէ, թողեք ասեմ, չեմ հասցնում։ 2 օր է Գաղափար աջակցության տարբեր խոսքեր ստանում դրսից եւ Անտիլիասից եւ Երուսաղեմից հնչել են տեքստեր դատապարտո, իսկ Պոլսից ոչ, ինչպես եք գնահատում Մաշալյան պատվիրակությունը։ Հուսով եմ, որ դեռևս նամակը տեղ չի հասել։ Ասում են նա է հավակնորդը կաթողիկոսի Սրբազան, նման տեղեկություններ լսել եք։ Ես չգիտեմ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը Փառք Աստուծո ողջ առողջ է եւ Աստված նրան երկար կյանք տա։ Այսինքն դուք տեղեկություն ունեք, որ նամակ է գրել, որը տեղ չի ասել։ Դե երևի փոստը լավ չի աշխատել։ Բայց ԿՊ-ի նախընտրական ծրագրում կաթողիկոսին հեռացնելու հարց Եկեք կարճ հարցեր եւ հերթով, որ ես հասցնեմ կարճ պատասխան տալ։ Տեսեք նորից հիմա։ Եկեղեցու նկատմամբ կատարվողի առնչությամբ թույլ տվեք որպես Հոտի ներկայացուցիչ իմ ցավը եւ ամոթի զգացումներով կիսվել ձեզ հետ։ Ես ցավ եւ ամոթ եմ զգում, երբ որ իմ եկեղեցու որևէ սպասավորի վերաբերյալ տարատեսակ լուրեր են տպրդում հանրություն եւ մամուլ, մասնավորապես կուսակրոնության ուխտի խախտման հետ կապված, մասնավորապես եկեղեցու ֆինանսական թափանցիկության հետ կապված։ Խնդրում եմ մի վերջո պարզաբանել եկեղեցի են ներթափանցել արդյոք աշխարհիկ վարքեր, այ մենք շատ խոսում ենք եկեղեցի եւ պետություն անջատ լինելու մասին, բայց կարծեք թե աշխարհիկ վարքերը թափանցել են եկեղեցի։ Ինչ է նշանակում աշխարհիկ վարքեր։ Աշխարհիկ վարքեր այն, որ կուսակրոնության ուխտ տված հոգեվորականին մեղադրում են կամ մեղադրվում է տված ուխտը խախտելու։ Դե գիտեք ինչ, այսօր մեր մամուլում ում մասին ինչ ասեք կարող եք լսել։ Եվ այդ մեղադրում են, թե ինչ են անում, եւ ի վերջո աշխարհում կա մի շատ կարևոր բան՝ անմեղության կանխավարկած։ Խոսելը հեշտ է, եւ այսօր շատ լավ գիտեք, յուրաքանչյուրի իր գրպանում մի մեդիա ամբողջական բան ունի։ Վերցնում է իր հեռախոսը, վերցնում է իր, չգիտեմ, ինչ որ մի գործիքը եւ սկսում է իր կարծիքները խոսել։ Դրա մասին ես ձեզ Կաթողիկոսի դուստր ունենալու մասին տարիներ առաջ մամուլը գրեց, բայց մենք չտեսանք համոզիչ հերքում։ Ինչ պիտի տեսնենք։ Անլուրջ բաներին լուրջ չեն պատասխանում։ Անցանք առաջ։ Դատարանից դուք ինչ կներեք, դատարանից ինչ սպասելիքներ ունեք։ Այսօր ինքնաբացարկ հայտնելուց հետո հնարավոր է հասկանան այս գործի հիմքերի բացակայությունը եւ առհասարակը գործը Սիրելիս հարց եք տալիս, որը որ միայն հնարավոր պատասխան տվողը կարող է պատասխանել։ Կաթողիկոսը Մայրաթորի հաշիվները օգտագործել։ Համեցեք։ Շարունակում է Մայրաթորի հաշիվներից օգտվել Արման Սարոյանը։ Այո։ Եվ հոգևոր գործունեություն իրականացնել։ Հավանաբար հարցը հենց սա է։ Հարցը նրանում է, որ եկեղեցու ներքին կանոնական ինքնավարության եւ ոչ թե հայ եկեղեցու, այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիաներով բոլոր կրոնական կազմակերպություններին տրվում է ներքին կանոնական ինքնավարություն։ Որևէ մեկը չի կարող միջամտել, ձեռնադրել մեկին, չձեռնադրել, կարգալույծ անել, թե չանել,
որևէ առաջնորդական պաշտոնի նշանակել, թե չնշանակել։ Այսօր անընդհատ խոսում են նրանք մեր եկեղեցու կանոնադրության 68-րդ կետը, որտեղ խոսվում է առաջնորդի իրավունքների մասին, բայց չեն հիշում, որ այդ նույն կանոնադրության մեջ շատ ավելի առաջ ամենայն հայոց կաթողիկոսի մասին հատվածում շատ հստակ գրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքն է նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին։ Եվ ձեզ ասեմ, նույն այդ առաջնորդին ոչ թե հանել են, գցել են դուրս, այլ շատ ու շատ դեպքեր են եղել։ Մի վարքյան վերջացնեմ նոր։ Ես չգիտեմ, խոսում եմ, դուք կողքից խոսում եք։ Հաճեպազրույցը չնշանակում, որ անընդհատ պետք է խանգարեք։ Ես չեմ ժամանակ դրել, որ կթողնեմ, կգնամ, ձեզ է կհասնել։ Հարցը նրանում է, որ սա եկեղեցու ներքին եւ ընդհանրապես կրոնական կազմակերպությունների է կամ ինչ է ամբողջ աշխարհով այդ կանոնական հարցերին որևէ մեկը չի կարող խառնել։ Այ հիմա կներեք Սրբազան, թեմերում չպետք է լինեն խորհուրդներ, որոնց քննարկումների արդյունքում պետք է նշանակվեն Հայաստանի թեմերում եւ շատ այլ թեմերում, որտեղ որ կանոնադրություններով եւ հին մեր ավանդական կանոններով առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Թեմերը ստեղծվում են ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ ոչ թե ընտրություններով թեմական պատգամավորական ժողովներով։ Դրսում ինչու է այդպես։ Դրսում 20-րդ դարում որոշ այսպես կոչված դեմոկրատիկ երկրներում եւ հատկապես երբ որ մայրաթորը սովետական միության մեջ էր եւ շատ սահմանափակ էր ավելի գործունեությունը, այդ ժամանակ որոշ թեմերում այդ բաները ուրեմն փոխվեցին որպես ընտրություններով, բայց ի վերջո մենք ունենք կանոնադրություն Հայաստանի Հանրապետության կողմից գրանցված, որտեղ շատ հստակ գրված է, որ կաթողիկոսն է նշանակում, փոխում, գնում, հանում։ Հիմա որտեղ ինչպես է դա կապ չունի։ Դուք ասում եք կաթողիկոսը սարոզին դեպքում է, բայց տեղյակ եք, որ ԿՊ-ի նախընտրական կազմում կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրված։ Չէ, կարող է տեղյակ չլինել։ Ես Հայաստանում եմ ապրում, հետևում եմ եւ հնարավոր համարում եք։ Ինչն է հնարավոր համարում։ Գիտեք, հիմա ԿՊ-ի Ներողություն եմ խնդրում, երկու քայլ առաջ կգաք ու պատասխանեք, բացվեք էլի լրագրող։ Լավ է։ Հա։ Որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր է դնում։ Մի հատ գնացեք այդ ԿՊ-ին հարցրեք, այդ ձեր նախընտրական խոստումներից ինչն է արվել, անցյալների, այսօրվա, ինչն է արվելու։ Եվ ամենադատապարտելին այն է, որ նույն այսօրվա իշխանությունները, որը բնականաբար ԿՊ-ի իշխանություններն են, հայ եկեղեցին մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու, բայց երբևէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելը իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականության մեջ։ Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, միջամուխ լինելու։ Եթե քաղաքական իշխանին հակադարձում են, թե դուք խախտվել եք Ներողություն, վարչապետը իշխանությունը չէ, եւ վարչապետը պետությունը չէ։
Հայաստանյաց եկեղեցին Հայաստանի եկեղեցին չէ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատմականորեն 1700-ամյակներ աշխարհասփյուռ եկեղեցի է։ Մի հատ հլո տեսեք, այս մենակ խո Հայաստանի եկեղեցիները չեն։ Ուրեմն ինչ ծրագիր է ժողովրդի մեծամասնության քվեարկության միջոցով։ Օտարի պատվերն է իրականացնում։ Այո, եք որ քաղաքացիների ճնշմամբ կարող է կաթողիկոսին հեռացնել ԿՊ-ն։ Դե եթե քաղաքացիները գնան դրան, Սրբազան 2025-ին մի ձայնագրություն հրապարակեց մամուլում, որտեղ դուք եւ նախկին հոգեվորական Աղան Երևանյանը խոսում եք եւ նա խոսում էր ցույցերի ճնշման մասին։ Դուք նաեւ այս գործով հարցակնվել եք։ Իրականում այդպիսի բան եղել։ ես չեմ հարցակնվել այդ Չէ, մամուլն էր գրում, որ հարցակնվել։ Ես չեմ հարցակվել, ես հրավիրվել եմ որպես վկա։ Դա հարցակնություն։ Պատասխանը Փաշազադեի հայտարարությունից հետո Ես այդ մասին ոչինչ հիմա չեմ ասի։ Անցած էտապներ են եւ ինչ որ պետք է ժամանակին ասել։ Բայց չեք երգում, որ կաթողիկոսը ճնշումներ է։ Ոչ։ Այսինքն ինչի պիտի հերքել։ Հա, ես եմ խոսում, ինչ եմ ասել։ Ասում եք, որ ընտրային Ես նման բան եմ ասել։ Այ գնա այդ ձայնագրությունը բերու ինձ ցույց տար, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ կեղծված է ձայնագրությունը։ Մի հատ բեր, լսեմ, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ Ինչ եք ասել, Սրբազան։ Դուք ինչ եք ասել Որորել է այդտեղ։ որ մորը վերցնի եւ գնա հավաքի։ Հիմա ամեն մեկը ամեն ինչ կարող ասի։ Դա Ամեն ասացին ես պետք է ապացույց չէ այն բանի, որ եկեղեցին Ոչ, կաթողիկոսի ոչ, մակարդակով ներկայացված է Ոչ քաղաքական սիրելիս, գործընթացներով։ սիրելիս, ամեն մեկի ասած է, այսօր նորից եմ ասում, ով ինչ խելքից բրդում է եւ ում ինչ դրդումներ են անում, նա էլ խոսում է մամուլով։ Ասում եք, որ եկեղեցին ժողովրդինն է, այո, ժողովրդինն է, բայց այդ ժողովրդի կամոք արդյոք չի ձևավորվել այն իշխանությունը։ Ինչ իշխան։ Թողեք ես հարցը Մի ձևակերպեմ, րոպե, սիրելիս։ միջամուխ եղեք։ Թողեք իմ հարցը ձևակերպեմ։ Շարունակեմ ձեր թույլտվությամբ։ Շարունակեք։ Եվ երբ որ Բագրատ arczepiskopos Վալստանյանը սրբազան շարժում է նախաձեռնում եւ երբ նրան հարցնում են, ասում են, արդյոք կաթողիկոսը տեղյակ է այդ մասին, ինքն ասում է առանց նրա գիտության եւ օրհնության ես չէի կարող այս շարժումը ղեկավարել առաջնորդել, սա արդյոք եւս մեկ փաստարկ չէ այն, որ եկեղեցին ամենաբարձր մակարդակով դուրս է եկել ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական իշխանության դեմ։ Ոչ։ Հենց այդպես։ Ինչպես կհիմնավորեք։ Ոնց որ դուք չեք հիմնավորում, ես էլ չեմ հիմնավորում։ Անցանք ուրիշ։ Սրբազան հայր, դուք հարց տվեցիք, մի րոպե խնդրում եմ։ Սրբազան հայր, այսօր հնարավոր է վերականգնել իշխանության եւ եկեղեցու բնականոն հարաբերությունը։ Եթե իշխանությունները իրենց քաղաքական ծրագրերից եկեղեցու հարցերը հանեն եւ նստեն բանակցության, այլ ոչ թե մեկ օրակարգ ընդամենը, ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս իրադարձություններից հետո էլ Սրբազան հայր, երբ 9-րդ գումարման ազգային ժողովին չհրավիրեցին ամենայն հայոց կաթողիկոսին օրհնելու եւ դրան նախորդած բոլոր գործընթացները, վեհապարը պատրաստ են ներել։ Սիրելիս, քրիստոնյայի մեծագույն առաքինությունը ներելն է, բայց ես մշտապես կրկնում եմ, որ ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։ Եթե կա զղջում, անկարելի է, որ ներում չլինի։ Եթե ուզում եք ձեր գաղափարը համարեք, որ ճիշտ է, հա, այդպես դուք ասեք։ Բնական, չէ, հրավերը, սիրելիս, մեկին եթե չեն հրավիրում, չգիտեմ, դուք դպրոցում ռուս գրականություն անցել եք։ Դպրոցում ոչ համալսարանում։ Համալսարանում։ Այսպիսի մի բան կա։ Միզվանը ոչ խոժուտատար է։
Ընթացակարգով Հայաստանի ի վերջո կա քաղաքակիր բաներ, որոնք պահվել են։ Ինչպես վերեկենում գնում են։ Սրբազան հայր, Դե հիմա թող ասեն, ինչ ասեն։ Սրբազան հայր, Նիկոլ Իրեն հարգող Փաշինյան։ մարդը որևէ տեղ առանց հրավերի գնում է։ Բայց օրենք ասում է կաթողիկոսը իրավունք ունի։ Հա իրավունք ունի, բայց հրավիրում է։ Չէ, ախր սիրելիներս, մեծ եք խոսում, ոնց որ կաթողիկոսը ձեր թաղի տղերքից մեկն է ու իր գործը չի արել։ Սրբազան հայր, Այդպես չի, Սրբազան հայր Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրով եւ իր կողմը անցած եպիսկոպոսներից այս ընթացքում որևէ մեկը վեհափարի հետ հանդիպման եկել է, օրինակ մասնավորապես Արցախի թեմի առաջնորդ Վրթան Սրբազանը։ Ոչ մեկն էլ հանդիպան չի եկել եւ մենք այն եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, ովքեր եղել են Գերագույն հոգևոր խորհրդի մեջ, մենք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին ենք նրանց հրավերներ ուղարկել, բայց մնացել են անպատասխան։ Նրա կողմից եղել է որևէ քայլ հանդիպում ունենա սրբազաներից որևէ մեկի։ Չի եղել, սիրելիս, եթե լիներ կլիներ հանդիպում անպայմանորեն։ Ես ձեզ նորից կրկնեմ, ուր կա զղջում, ճշմարիտ քրիստոնյան չի կարող ներողամիտ չլինել։ Ուր կա զղջում։ Արցախահայերն էին ձեզ դիմել, որպեսզի անդրադառնաք Վրթան Սրբազանի հարցին, նրան, այսպես ասած, կարգալույց հռչակեք, քանի որ նա չի ծառայում արցախահայերի շահերին։ Այս հարցին անդրադարձել եք Սրբազան, Անշուշտ անդրադարձել ենք եւ քննարկել ենք։ Որոշումը դուք շատ լավ գիտեք, որ դեռևս Սրբազանը մնում է իր տիտղոսով։ Այսինքն այնպիսի բան չի արել, կանոնական դաշտում է դեռևս գործում, որ կարգալույց չի հռչակում, որովհետև օրինակ Գևորգ եպիսկոպոսի պարագայում թեմի քահանաներն էին դիմել եւ խնդրել էին կարգալույց հռչակել, որը թեմի քահանաները խնդրել էին, այո, որպեսզի իրենց առաջնորդին փոխեն։ Այս դեպքում արցախահայերն էին ձեզ նման խնդրանքով։ Մենք արցախահայերի հետ մշտական կապի մեջ ենք սիրելիս եւ այն հարցերը, որը կան, մենք նրանց հետ այդ հարցերը քննարկում։ Սրբազան, այս գործիշխանության այս գործողությունները ինչ-որ կերպ թվացնում է հայ առաքելական եկեղեցին։ Երևի թե զորացնում է, որովհետեւ պատմության ընթացքին քրիստոնեական ոգին հավատքը միշտ հալածանքների շրջանին շատ ավելի զորացել է։ Կապ չունի, առավել ևս։ Իսկ նման գործողություններով ինչ են ուզում հասնել։ Գիտեք, մի բան է պետք հասկանալ մեր իրականության մեջ։ Այսօրվա այսպես կոչված չասելու, հա? Այս հնարավորություն կտա։ Հարցը նրանում է, որ պետք է շատ հստակ գիտակցել։ Հայաստանյայից առաքելական եկեղեցին Հայաստանում ինչ-որ մի կազմակերպություն չէ։ Հայաստանյայից առաքելական եկեղեցին մեր միակ պատմական, մշտապես գործող եւ գործելու է եւ իր ազգի ոչ միայն հոգեվոր, այլև շատ ազգային տարբեր հարցերի համար իր առաքելությունը շարունակի։ Եվ եկեղեցին ոչ հեծ է, ոչ wellness կենտրոն է, որ կարելի է բոլշևիկյան ձևով խուլակաթափանել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Այ ուզում եմ, որ սա շատ լավ, շատերը գիտակցեն, որ այդպես չի լինի։ Եկեղեցին այն կազմակերպությունների նման կազմակերպություն չէ, եկեղեցին մեր ազգի հոգին է։ Մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է։ Այսինքն
պետականացնել հնարավոր չէ այդ բոլշևիկյան իմաստով էքսպրոպրիացիայի Իշխանությունը շարունակի։ Ես ձայնագրությունը լսեցի, այդ խոսքերը դուք չեք ասում, ձեր սխալման ձեզ վերագրեցի եւ հայ առաքելական ես պատրաստ եմ ներողություն խնդրեմ։ Ես Սրբազան, տեսեք, միշտ եկեղեցին վերագրվել է նաև այսպիսի մեղադրանքներով դրսից ազդեցություն կա, հատուկ ծառայություն, FSB կապ չասած, ռուսական հատուկ ծառայություն, հետևե կա նման խնդիր, թե ոչ, հայ առաքելական եկեղեցու հետո ասում են դեռ պետական տարին, եթե ուզում են եկեղեցին բարձր կազմում ունենալ, պետք է այսպես ասած FSB-ի դաբրոն ունենային, այս մասով ինչ կա։ Նայեք տեսեք, նախ եւ առաջ այդ չարաբաստիկ սովետական KGB-ն, այդ ազդեցությունները, այն բոլշևիկյան կոմունիստական կուսակցությունը թվում էր, թե մեր կյանքից վաղուց դուրս է եկել։ Վաղուց մեր կյանքից դուրս է եկել։ Եվ իրականում այսօր KGB-ել չկա, որ ասում են KGB-ի ագենտ չգիտես ինչ։ Այսօր եթե ռուսական են ասում, ուրեմն FSB-ի չգիտեմ ինչ։ Բայց այսօր թեև ես կարծում եի մեր կյանքից դուրս է եկել, բայց դրա կլոնը մեր հայրենիքում ուրիշ անուններով է մեջտեղ ընկնում եւ նույն գործելակերպով սկսում է աշխատել։ Եվ նույն կոմունիստական կուսակցության, այսինքն բոլշևիկյան ոգիով եւ նույն KGB-ի մեթոդներով։ Իսկ ինչն է թե հայ եկեղեցին կապ ունի օտար ազդեցության հետ, հայ եկեղեցին օտար ազդեցության հետ պարզապես անհեթեթություն է դրա մասին խոսել։ Ինչ է նշանակում KGB-ի, ինչի օրինակ ՑՌՈ-ի չէ։ Ճիշտ է։ Ինչի կարող են Ինչի MI6-ի գաղտնիք չէ։ Ես բրիտանական քաղաքացի եմ։ Ինչի ինձ չեն որակավորում որպես MI6-ի։ Ես նույն հարցը տվել եմ իմ դեսպանին այստեղի, իմ հյուպատոսին է։ Արաբական տիրապետության տակ եղել է։ Արաբական տիրապետության տակ եղել է, ինչ կապ ունի։ Մասնավորապես ներողություն։ Արտաքին ազդեցություն ասել նկատի ունենք Ռուսաստանի Դաշնության Մեկ վարքյան, երկխոսության չեն վերածում, բայց ձեր նույն տրամադրությամբ, եթե Հայաստանը եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, ուրեմն այսօր գործող իշխանություններն էլ դրա մնացորդներն են։ Ձեր տրամաբանությամբ, ոչ թե ինձ։ Իշխանության կողմից Վերջ, շատ եղավ հոգնած է։ Իշխանության կողմից եկեղեցուն ուղղված մեղադրանքները, որ խառնված է քաղաքականությանը եկեղեցին, նաև հեգնում են ասելով, որ վեհափառ հայրապետը անձամբ գնաց եւ Սամվել Կարապետյանին այցելեց տնային կալանքի ժամանակ, ինչպես նաև ասում են ինչու է վեհարանում Սամվել Կարապետյանի լուսանկարը փակցված հետո ինչ որ բարեգործություն է արել։ Ոստե։ Վեհարանը եկեղեցի չէ նախ, եթե սկսենք դրանից։ Եվ երկրորդը վեհարանի ամբողջ նորոգությունները կցակառույցներով, ամեն ինչով սկսած կահավորումով բարեգործությամբ է արված Սամվել Կարապետյանի։ Մենք ամեն տեղ մեր բարերարների նկարներ ունենք դրած։ Գնացեք Գարեգին առաջին կենտրոն, գնացեք Վաչե Թամար Մանուկյան մատենադարան, այնտեղի բարերարների նկարներն են դրած։ Այստեղ էլ այդ բարերարի նկարներ դրված։ Ինչ կա դրանում։ Մենք խո իկոնա չենք սարքել դրել եկեղեցում։ Այդ տգիտությունն է եւ այդ ընդամենը մի ծալքանի ուղեղի աշխատանք է։